Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական կենտրոնեն գահորտենք լուրերը։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում վերջնական արդյունքը հետևյալն է։ Հայաստան Թաշինք ստացավ 144,983 քվե կամ 9,92 Ուժեղ Հայաստան Թաշինքը ստացավ 340,006 քվե կամ 23,27 Քաղաքացիական պայմանագիր ստացավ 726,819 քվե կամ 49,74 իսկ Փառքավաճ Հայաստանը ստացավ 58,287 քվե կամ 3,98 Հետևաբար ԿԲ դիրացավ 64, Ուժեղ Հայաստան 29 և Հայաստան Թաշինքը 12 աթոռներու 105 աթոռներ ունեցող ազգային ժողովին մեջ։ Այսպիսով, Փառքավաճ Հայաստան դուրս մնաց խորհրդարանեն, որովհետև ընտրական կենտրոնական անձնախումբը որոշեց, որ այն 3 ընտրադեղամասերուն մեջ, ուր քվեատիրտիկները անվավեր հռչակված էին, վերստին քվեարկություն դեղի պիտի չունենա։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները հատկանշվեցան պետական վարչական աղբյուրներու համադարած շահագործմամբ, սպառնալիքներով և բազմապնույթ ճնշումներով, որոնք բանեցվեցան ընդդիմության վրա։ Ամենայն դեպս ընդդիմությունը վճռական է օրինական բոլոր միջոցներով պայքարելու ապօրինի այս ընտրությունները անվավեր հռչակելու համար։ Այս դիրի մեջ Հոյտը Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան հայտարարեց, որ վերջնական արդյունքներուն հրապարակում են ետք Հայաստան Թաշինքը ընտրությունները պիտի փոխարկե սահմանադրական դատարանի մոտ։ Դեղին է նշել, որ առանց ներկայացնելու հստակ հիմնավորումը Զվարթնոց օտագայանի մեջ արգելվեցավ Հայաստան Թաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ուղևորությունը։ Մինչ ընտրական կենտրոնական հանձնախումբը կհրապարակեր ընտրություններուն վերջնական արդյունքները, ընդդիմությունը կազմակերպեց փողոքի հավաքումը, պահանջելով, որ արդյունքները հռչակվին անվավեր և նոր ընտրություններ կազմակերպվին։ Ընդդիմադիր գործիչներ իրենց խոսքերում մեջ նշեցին, որ 7 հունիսի ընտրություններուն և անոնց նախորդած քարոզչական արշավին ընթացքին արձանագրված են համագարկված և լայնածավալ ընտրական խախտումներ։ Դեղին է նշել, որ արդյունքներուն հրապարակում են ետք, ընդդիմադիր 6 ուժեր հրապարակեցին միացյալ հայտարարությունը և շեշտեցին, որ ապակաս սրացման ամբողջ պատասխանատվությունը գինա Նիկոլ Փաշինյանի և անոր վարչախումբին ուսերուն և հաստատեցին, որ պիտի շարունակեն գործել բացառապես սահմանադրության, օրենքներու և ժողովրդավարական սկզբունքներու ձիրին մեջ։ Խորհրդարանական ընտրություններեն ետք Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունները գծով խորհրդական Հիկմետ Հաջիև եղավ առաջին օդար բարձրաստիճան պաշտոնատարը, որ այցելեց Հայաստան, ուր Դիլիջանի մեջ տեսակցություն ունեցավ Ապահովության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ըստ երկու կողմերուն հրապարակած նույն բովանդակությամբ հաղորդակցություններուն քննարկված են Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր և ընդգծված է երկկողմանի ուղղակի երկխոսություն շարունակելու կարևորությունը։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Էրդողան շնորհավորեց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններուն ԿԲ-ի հաղթանակին համար։ Էրդողան հայտնեց, որ լիովին կհավատա, թե շրջանին մեջ երկարատև խաղաղության և գայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման Նիկոլ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ իր ավարտին պիտի հասնի։ Թուրքիո արտաքին գործոց նախարարությունն ալ իր կարգին ողջունեց Հայաստանի մեջ կայացած այսպես կոչված խաղաղ և հանդարտ ընտրությունները։ Արտաքին գործոց նախարարությունը հույս հայտնեց, որ հետընտրական շրջանին Հայաստան ավելի համարձակ քայլեր կառնի
շրջանին մեջ խաղաղության ապահովման և գացության ղեկավարման համար։ Թուրքիա, ինչպես նախաբես, գշարունակի իր ներդրումը ունենալ շրջանին գայունության և բարգավաճման իմաստով, առաջնորդվելով շրջանին երկրներուն ընդհանուր շահերով, նշեց Թուրքիա արտաքին գործոց նախարարությունը։ Թուրքիա արտաքին գործոց նախարարության պամպեր Օնջու Քեչելիեն քաղելով իր տեղեկությունները, ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվագործակալությունը հաղորդեց, որ հստակ թվական գոյություն չունի հայ և թուրքական սահմանին վերապացման գաբակցաբար։ Քեչելիի համաձայն, ներկա անկրվանին սահմանի վերապացման հստակ ժամկետ չկա և անիկա գախյալ է Թուրքիա և Հայաստանի միջև հարաբերություններու ղեկավարման զարգացումներեն։ Անշեշտեց, որ Անկարա գագնգալ է շինիչ երկխոսության շարունակությունը, որ կնպաստի Հարավային Կովկասի գայունության ամրապնդման և բարի թրացիական հարաբերություններու զարգացման։ Իսկ Թուրքիա արտաքին գործոց նախարար Հական Ֆիդան, որ Բոլսոմեջ մասնակցեցավ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան երագոհմ հանդիպման, հայտարարեց, որ Թուրքիա կհուսա թե Հայաստան և Ադրբեջան կստորագրեն խաղաղության պայմանագիրը առանց հետաձգումներու։ Ֆիդան նշեց, որ Ադրբեջանի հիմնավորված մտահոգությունները պետք է լուծվին, անհայտնապես կակնարկեր Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքուի իշխանություններուն պահանջին։ Ըստ Թուրքիա արտաքին գործոց նախարարին, Անկարա կշարունակի Երևանի հետ երկխոսությունը Բաքուի հետ համակարգմամբ։ Ռուսիա արտաքին գործոց նախարարության պամպեր Մարիա Զախարովը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունը չի հանդուրժեր այն իրավիճակը, երբ Հայաստան սպառողական թիրք գործեքրի գարույցի նկատմամբ միաժամանակ նախապատրաստվելով եվրոպական համարգման։ Զախարովը նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը կփորձի քաղաքացիները համոզել, որ ներկայիս չկա Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու կարիքը, իբրև թե կարելի է օգտվել Եվրասիական համարգման բոլոր առավելություններեն և արտոնություններեն, զուգահեռաբար նախապատրաստելով տնտեսական այլ կառույցի անդամակցելու համար։ Նման բան կարելի չէ։ Մենք մտադիր չենք հանդուրժել այս մոտեցումը, շեշտեց Զախարովը։ Բանակի սպայագույդի պետ զորավար Էդվարդ Ասրյան հաստատեց, որ Սյունիքի մեջ ադրբեջանական ուժեր անդարահատում կատարած և արգելոցի տարածքին մեջ հաստատված են։ Անպաշտոնապես նաև հաստատեց, որ ադրբեջանական ուժեր հաստատված են ներքին Հանդ քյուղի և Զանգեզուր կենսոլորտային համալիրի հատվածին մեջ, ավելցնելով, որ հայկական կողմը միայն կարձանագրե այդ գործողությունները և անոնց մասին դեղյակ կպահե համապատասխան քաղաքական խողովակներով։ Ասրյան խուսափեցավ պատասխանել այն հարցումին, թե ինչպիսի մեխանիզմներով ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքներեն կարելի է հեռացնել, փոխարենը նշելով, որ Հայաստան պետք է հզոր դառնա սեփական ուժերով, ոչ թե հույսը տնե այլ երկրներու վրա։ Բաքուի պետական համալսարանին և այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքին կողմէ կազմակերպվեցավ միջազգային գիտաժողովը «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր հանգրվան» ընդհանուր խորագրով։ Թուրքիո խորհրդարանի երեսփոխան, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբի նախագահ Շամիլ Այրըմ իր խոսքը կառուցեց այն գաղափարին շուրջ, թե ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքին զգալի մասը պետք է դիտարկվի իբրև Արևմտյան Ադրբեջան, վերադարձի մասին խոսքը վերածելով քաղաքական նախագիծի։ Անպնդեց, որ Արևմտյան Ադրբեջան վերադարձի պահանջը խաղաղության կարևոր նախապայման է և ուղղված չէ Հայաստանի դեմ։
Այրմ ներկայացուց այսպես կոչված վերադարձի հայեցակարգը զայն համարելով մարդու իրավունքներով հիմնված նախաձեռնությունը։ Միացյալ Նահանգներու կոնգրեսի ներկայացուցիչներու դան արտաքին գործոց հանձնախումբին մեջ շրջանառության տրվեցավ բալադին թիվանակիտական ծառայության մասին օրենքին մեջ փոփոխության առաջարկը, որ գոչ կգադարի Ադրբեջանի անմիջապես եւ առանց նախապայմաններու ազատ արձակելու պատերազմական հայ գերիները եւ քաղաքական փանդարգյալները։ Հայտարարի Վաշինգտոնի գրասենյակը հաղորդեց, որ նախաձեռնությունը կգլխավորե կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբի փոխնախագահ դեմոկրատական Բրեթ Շերման, արտաքին գործոց հանձնախումբի նախագահ հանրապետական Բրայան Մաստի աջակցությամբ։ Նախագիծը անցած է բոլոր ընթացակարգերը հանձնախումբի մեջ քվեարկության տրվելու համար։ Իր խոսքին մեջ Շերման հանձնախումբին աշխատանքի անցնելու գոչրավ, մատնանշելով ադրբեջանական քերության մեջ գտնվողներուն նկատմամբ փաստագրված վատ վերաբերմունքը եւ պատերազմին դաշտին վրա հայ քերիներու մահապատիժները, որոնց մեկ քանի մահադը նկարահանված են։ Հանձնախումբի նախագահ Մաստ օրինակիցին իր աջակցությունը հայտնեց որոշ փոփոխությունների ետք։ Ամերիկայի հայտարարի գրասենյակը վերահաստատեց իր հանձնառությունը կոնգրեսին կողմէ Ադրբեջանը հաշվետվության ենթարկելու վերաբերյալ ներառյալ թիվ 907 հոդվածի գործադրության Ադրբեջանը ամերիկյան զինական օժանդակութենե զրկելու վերաբերյալ։ Հանձնախումբի գործադիր տնօրեն Արամ Համբարյան նշեց, որ կոնգրեսը հավելյալ քայլերու պետք է դիմե, ավելցնելով, որ պատերազմական հայ քերիներու ազատ արձակման գոչը պետք է թարգմանվի հաշվետվության հստակ քայլերով։ Իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք իրավապան Հովհաննես Խոդոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Ընդրական գերծնական հանձնախումբը հրաբարագեց ընտրություններում վերջնական արդյունքները։ Ընդդիմությունը կպահանջեր վերստին հաշվել քվեները, անվավեր հրճակված 3 ընտրադեղամասերու մեջ, իսկ հանձնախումբի նախագահը հայտարարեց, որ անոնք չեն ազդեր ընդհանուր արդյունքին վրա, հետևաբար վերստին քվեարկելու գարիք չկա։ Ի վերջո, օրենքը ինչ կպահանջի, եւ արդյոք խախտված չէ այդ տեղամասերուն ավելի քան 3000 ընտրողներուն քվեարկելու իրավունքը։ Օրենքի պահանջը հստակ է, եթե տեղամասի արդյունքները համապետական արդյունքների ամփոփումից հետո բարձ կլինի, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, այսինքն թեկուզ 1 մանդատի հարց կարող են որոշել, ապա օրենքը պահանջում է, որ այդ տեղամասերում պետք է լինի վերաքվեարկություն։ Այս պարագայում ոչ միայն պարզ էր, որ դա ազդում է, դա ոչ միայն 1 մանդատի վրա էր ազդում, այլև ազդում էր ամբողջ խմբակցության ձևավորման հարցի վերաբերյալ, եւ նաեւ որոշվում էր հարցը քաղաքացիական պայմանագիրը կունենա խորհրդարանում 3/5, թե չի ունենա։ Եվ ձայների բարձ հաշվարկով էլ հստակ հիմնավորվում է, որ ուղղակի Բարգավաճ Հայաստանից 200 ձայնի մոտ ձայն պակասել է եւ դրա արդյունքում է, որ համապետական ընդհանուր հաշվարկով 4% անցողիկ չի ախտարվել։ Հետևաբար այդ տեղամասերում օրենքի հստակ պահանջն է, որ պետք է կատարվեր վերաքվեարկություն։ Ընդրական գերծնական հանձնախումբը փաստորեն թույլ չտվավ ընդդիմադիր երրորդ ուժին ազգային ժողովմուտքը, որուն իբրև արդյունք ԿԲ-ի պատգամավորներուն թիվը 61-ին բարձրացավ 64-ի։ Այս 3 աթոռները ինչ կարևորություն կներկայացնեն ԿԲ-ի համար, որ ընդրական գերծնական հանձնախումբին միջոցով այս գեղձիկը կատարեց։ Ես չեմ տարանջատի իրականում թե քաղաքացիական պայմանագիրը, որտեղ հասկանալի է, որ երկու կառույցն էլ մի կետից են ղեկավարվում, եւ այս որոշումը հենց ի սկզբանե եկել էր քաղաքացիական պայմանագրի պահանջով եւ օգուտ քաղաքացիական պայմանագրի պետք է արձանագրենք, որ այն աստիճանի կարևոր էր իրենց համար այդ 3/5 ձայների ձևակերպումը, որ կանգ չառան ընդհուպ պատմության մեջ ամենաապացուցված ընտրակեղծիքը գործելուց թվաբանական հաշվարկով
ձայներ գողանալուց, մանդատներ գողանալուց։ Այդքան կարևոր նշանակություններ իրենց համար 3-5-րդ խորհրդարանում ունենալը, որը տարբեր հնարավորություններ է տալիս։ Ես անկեղծ չէի սպասում, որ նման կարգի կեղծիքի պատրաստ են գնալ հանուն այդ մի քանի ձայնի։ Ընդդիմադիր 6 կուսակցություններ որոշում են ամենջապես ետք հայտարարեցին, որ չեն ճանչնար արդյունքներում միջոցով ձևավորված իշխանության օրինականությունը։ Գարելի ինչ գործողություններ կտեսնեք այս կեցվածքին ուղղությամբ։ Իրավական ընթացակարգը ենթադրում է սահմանադրական դատարան բողոք ներկայացնել, իսկ քաղաքական առումով որևէ սահմանափակում չկա, որևէ տեսակի գործողություններ ձեռնարկելուց, դիրքորոշումներ հայտնելուց, պայքարը փողոց կամ այլ հարթակներ տեղափոխելուց, իրավական ճանապարհը սահմանադրական դատարան բողոքի ներկայացումն է։ Դրա համար կան բավականաչափ հիմքեր, ակնհայտախախտումները եւ նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի եւ քրեական ռեսուրսի ահռելի օգտագործման տեսանկյունից, բայց եւ ինչպես ասացի, պարզ թվաբանական հաշվարկով ապացուցվում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են 150 ձայնի տարբերությամբ։ Ուստի քաղաքական ուժերը պետք է իրենք կողմնորոշվեն, ի վերջո ինչ գործողություններ են կատարում, արդյոք ցանկանում են գնան նույնպես ԿՊ-ի շահերը սպասարկող սահմանադրական դատարանում արդի վիճարկումը առաջ տանելու, թե կարող են տեսնել քաղաքական այլ լուծումներ։ Շնորհակալություն, հարգելի ագնտիներ, մեր զրուցակիցներ իրավապան Հովհաննես Խուդոյան։ Եվ մենք դարձյալ հանդիպելու խոստումով կփակենք այսօրվան մեր հաղորդումը։ Ցտեսություն։